Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Շինհրապարակ են այցելել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եւ բուժհաստատության տնօրեն Վահագն Մկրտչյանը, տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին եւ քննարկելու ծրագրի հետագա փուլերը։ Քանդման աշխատանքներն են տեղի ունենում ու նաեւ մասամբ հատվածներում ամրացման աշխատանքներն են տեղի ունենում շենքի, բայց այս շենքը իր պատմամշակութային արժեքով այս ամեն ինչին շուտ մենք տեսնում ենք ու շատ մեծ ցանկություն ունեմ, որ ինքը ոչ թե լինի միայն պոլիկլինիկա, այլ հրաշքել այս ամեն ինչը թաղել սվաղի ու ներգի տակ հանցագործություն, ոնց որ պատմությունը մենք թաղենք այս շենքի մեջ։ Ներկայում իրականացվում է շենքի քանդման եւ մասնակի ամրացման աշխատանքները։ Ծրագիրը նախատեսում է հաջորդիվ իրականացնել վերականգնման եւ ներքին հարդարման փուլերը։ Քանի որ միջարգային ծածկերի հիմնական մասը փայդա է, մենք այդ փայդայի մասի մի մասը արդեն քանդել ենք եւ նկուղային հարգից սկսել ենք ամրավորում կատարել, այսինքն ուժեղացում տորկրետ եղանակով եւ այսօրվանից արդեն հիմքերի բետոնացում ենք կատարելու եւ դրանից հետո կատարելու ենք մնացած մասի բոլոր բետոնացման աշխատանքները, որից հետո կատարելու ենք միջարգային ծածկերի երկաթ բետոնյա կոնստրուկցիաների տեղադրումը եւ հետագայում նաեւ տանիքը։ Իսկ մնացածը արդեն ներքին հարդարման աշխատանքները դա արդեն հավանաբար կկատարվի մյուս տարվա ընթացքում։ 1936 թվականին կառուցված պոլիկլինիկայի շենքը պատմամշակութային արժեք ունի եւ պատասխանատուների փոխանցմամբ հիմնանորոգման ընթացքում նախատեսվում է հնարավորինս պահպանել դրա ճարտարապետական առանձնահատկությունները, այն համապատասխանեցնելով ժամանակակից առողջապահական պահանջներին։ Այդ ընթացքում նաեւ հնչել են առաջարկ ապակայում շենքում ստեղծել բժշկական թանգարան։ Գանձ է լինելու Գյումրու համար նոր մի հատ գանձ, որը չկենտրոնանանք էլի միայն պոլիկլինիկա չէ, ինքը պատմամշակութային զբոսաշրջային հետաքրքիր վայր կարող է լինել։ Մանավանդ մենք նմուշները, որոնք մենք իջանք ներքևը նայեցինք, այնպիսի հնություններ կար, որ շատերիս համար հետաքրքիր էր այդ ամեն ինչը տեսնել, ոմանց համար ճանաչողական էր, ոմանց համար հիշողությունների թարմացում էր։ Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ հատկացվել է շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամ։ Ծրագրի ավարտից հետո բուժհաստատությունը կունենա նոր ենթակառուցվածքներ, արդիական ինժեներական համակարգեր եւ բարելավված պայմաններ բուժառուների ու բուժանձնակազմի համար, շենքում միաժամանակ համախմբելով թիվ 2, թիվ 1 եւ Բերլին պոլիկլինիկաները։ Առաջինի մասով թե հասկանալ է, նախ շենքը մերը չի, հետո շենքային պայմանները ընդհանրապես հարից չեն ոչ պոլիկլինիկային, ոչ գյումրեցիներին։ Բերլինի մասով Բերլինի շենքն էլ մերը չի, մենք այնտեղ վարձակալության կամ անվարձահատույցի հիմունքներով ենք նստած, բայց ասեմ ձեզ, որ այդ երկու պոլիկլինիկաները նաև ընտրվել են, որտեղ իրանք մոդ են երկրորդ պոլիկլինիկային ու մենք մեծ կարելի ասել վտանգ մյուս պոլիկլինիկաների համար ենք տեսնում, որովհետև քաղաքացին ինքն է որոշում, թե որ պոլիկլինիկա է տեղափոխելու իր անկետան, որ պոլիկլինիկայի շահառու է լինելու։ Վստահ եմ, որ այս պոլիկլինիկան ամբողջությամբ հիմնանորոգված նոր սարքավորումներով եւ այլ, շատ քաղաքացիներ տեղափոխվելու են, այդ գործընթացը ինքնըստինքյան է լինելու։ Շինարարության ընթացքում բուժսպասարկումը շարունակվում է նախկին Սամարիտեր հիվանդանոցի շենքում, որի վերանորոգման համար կառավարության կողմից հատկացվել է ավելի քան 110 միլիոն դրամ։ Դա հնարավորություն է տվել բուժսպասարկումն իրականացնել առանց ընդհատման։ Առաջիկայում նույն շենք կտեղափոխվի նաև շտապօգնության ծառայությունը։ Բնականաբար այստեղ նոր մասնաշենքը կոսմետիկ ավելի լավ վիճակում է, գերազանց վիճակում է, ավելի հարմար է կատարել մեր բուժառուների սպասարկումը եւ բնականաբար ավելի գոհ են մեր բուժառուները թե պայմաններից, ինչպես նաեւ աշխատակազմը իր աշխատանքային պայմաններից։ Պոլիկլինիկայի շենքում վերջին խոշոր վերանորոգումն իրականացվել էր 1993 թվականին։ Հիմնանորոգման ավարտից հետո նախատեսվում է շահագործման հանձնել արդիականացված բուժհաստատություն, պահպանելով նաև պատմական շենքի արժեքավոր տարրերը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։